Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Իսրայելյան, հիմա արտգործնախարարության շենքի դիմաց, նախ ինչ պահանջով եք եկել այստեղ։ Ուրեմն պահանջը այս վերջի ժամանակները արտգործնախարարությունից կողմից հնչեցրած Արցախի հիմնախնդրի հետ կախված, որ արդեն փակված է, այդ թեմայով արդեն բան չկա, թե հանրային, թե միջազգային բանում, որպես Հայաստանի իշխանության կողմից դիրքորոշում, մենք որպես արցախցիներ այն կետերը, որ մենք պահանջ ներկայացրած եղել իշխանությանը, այդ կետերից մեկն էլ հենց դրա հետ կախված է եղել, որ Արցախի հիմնախնդիրը հետ կախված արցախցիների կողմից որպես արցախահայություն, որ ժամանակի ընթացքում սկսած 92 թվականից հետո ինքնորոշված արդեն այդ որոշումների հիման վրա, որ ժողովրդի որոշումով է եղել այդ որոշումները, ոչ մեկը իրավունք չունի Արցախի ժողովրդի, Արցախի հիմնախնդիրի հետ կախված ընդհանրապես նույնատիպ որոշումներ կայացնելու։ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը տևական ժամանակ է, պարզ է։ Հիմա ակնկալիքները ինչպիսին են, այսինքն ինչ պետք է արվի։ Ձեր ասած հարցի շարունակությունը տամ իրոք պարզ է, բայց որ մենք որպես հանրություն, որպես ազգ, մենք պիտի այդ իրավունքները, որ կախված է հայ լինելու, հայ ապրելու հետ կախված, մենք պիտի գնանք դրա հետևից, մենք պիտի պահանջատերը մենք լինենք, մեր հարցի պատասխանները մենք պիտի ստանանք որպես ժողովուրդ, որովհետև իշխանություն հասկացողությունը դա բոլորս էլ գիտենք, որ ժամանակավոր բան է, մենք ենք ստեղ ապրողը, մենք ենք մեր իրավունքների, որ ասում է, թե տերն է, թե բոլոր հիմնավորած բաների ժողովուրդն է։ Իշխանության կողմից այն որոշումները, որ կայացնում է ոչ հայանպաստ, ոչ ազգանպաստ, ազգը ժողովուրդը դեմ է։ Հիմա Արարատ Միրզոյանին ինչ ասելիք ունեք։ Արարատ Միրզոյանին անընդհատ ասելիքը հակառակ ասելիքը, որ ինքը այս դիրքորոշումը որոշում է որպես միանձնյա կամ էլ ինչ որ ձեր ասած իշխանության կողմից որոշումները, մենք որպես էլ հանրություն, որպես էլ ժողովուրդ դուրս են գալիս, ասում ենք ոչ, ու ես դա ձևավորեմ այս ձևի։ Եթե դուք չունեք հարցի պատասխանը, դա չի նշանակում, որ այդ հարցը պատասխան չունի։ Դա դուք չեք կարող այդ հարցի պատասխանը ձևավորեք որպես ղեկավարություն։ Նորից եմ ասում, դա չի նշանակում, որ այդ հարցի պատասխանը չկա։ Դուք չեք կարող այդ հարցի պատասխանը տակ կամ ձևավորեք, որ հայանպաստ ժողովրդի շահերը կամ ազգի շահերը պահպանող։ Դրա համար, եթե այդ կարգավիճակում եք դուք գտնվում, պետք չի այդ որոշումները կայացնվել այսօր կամ էլ այս իրավիճակից ելված։ Կան ժամանակներ, կգան ղեկավարներ կամ ունեք բոլոր հիմքերը, բոլոր փաստաթղթային հիմքերը, որ դա ավելի ձեզ հնարավորություն է տալիս այդ հարցը բարձրաձայնելու կամ գոնե չփակելու, քան ձևի որոշումներ կայացնելու մեջ։ Պարոն Իսրայելյան, հիմա արցախցիները կարող են օբյեկտիվ ակնկալիք ունենալ, որ այս իշխանության օրոք որևէ հայանպաստ դիրքորոշում կարտահայտվի արցախցիների հավաքական հետ վերադարձի հետ կապված կամ առհասարակ Մինսկի խմբի ձևաչափով Արցախի հարցի քննարկման հետ կապված։ Եթե մանրամասնորեն կոնկրետ արձագանքեք այդ հարցի շուրջ, ես ձեզ ասեմ, ժողովուրդ, մենք այս օրը հասել ենք այս իշխանության բաստողումներով կամ իրանց անպիտանի որոշումների հետ, որ ասում է այս հետևանքով, հա։ Այսօրվա իրավիճակում դա չի նշանակում, որ գնում եք ինչ որ բան ստանալու, պատասխան ստանալու։ Դա մենք ցույց ենք տալիս, որ մենք անտարբեր չենք, դա մենք ցույց ենք տալիս, որ մենք պահանջատեր ենք առաջի հերթին ներկայ իշխանությանը, որովհետև ներկայ իշխանությունն է բոլոր այս հարցերի, այս կետերը, որ շարունակվել է, եկել հասել ենք այսօրը, պատճառը հիմքը իրանք են։ Ժողովուրդ, մենք Արցախում ապրելու ժամանակ մենք ունեցել ենք ընդամենը երկու հարց։ Արցախի ինքնորոշման հետ կախված ու մնացած, որ ասում է Արցախի հետագա այդ կարգավիճակը ստանալու համար։ Հիմա այդ Արցախը կորցնելուց հետո կետերը հասել է մեր այսօրվա ճոք 12, որ վաղը դա չդառնա 24 կետ։ Մենք տեսնում ենք, չէ՞, շարունակական կործանարար գործողություններ ա գնում։ Դրա համար մենք արցախցիներս որպես ցավալի օրինակ, այսօր մենք ենք խոսքի դուրս եկել ժողովրդի, հայ ժողովրդի կոչ անելով, խնդրելով, որ ժողովուրդ խոսքի եկեք միացեք, որ սա Արցախի հարց չի, արցախայության հարց չի մենակ, սա ընդհանուր ազգային հարց է։ Մենք վտանգի տակ ենք բոլորս, բայց խի պիտի թողենք, խի պիտի անտարբեր լինենք, որ վաղվա օրը ձեր ընտանիքներում նույնատիպ բաներ կրկնվի կամ ձեր հետ նույնատիպ բաներ կրկնվի։ Դրա համար ստեղ միասնության խնդիրը, միասնության խոսքի կարևորությունը դրա մեջ է։ Բայց տեսեք, որպեսզի Արցախի հարցը նորից վերադառնա եւ բանակցությունների սեղան եւ ընդհանրապես իրավիճակի փոփոխություն,
Ընդդիմադիր գործիչներն ասում են, որ պետք է բանակցող փոխվի, որովհետև այս իշխանությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմ, բայց արցախցիների 12 կետի պահանջում, ինչքան գիտենք, իշխանափոխության հարց չկա, չէ՞, հետևաբար, այս խնդրի կարգավորումը ինչպես եք տեսնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Նայեք, մենք որպես հասարակություն, հասարակ ժողովուրդ, մենք դրել ենք այն հարցերը, որ կախված է ժողովրդի խոսքի հետ կախված, իրանց թե սկսած ես ասեմ, գամ շարունակելով գամ։ Հիմի մենք եթե պահանջատեր ենք այդ կետերի ներկայացրել եք իշխանությունը պիտի բոլոր այդ պատասխանները ներկայացնի հիմնավորած, ոչ թե բառացիորեն։ Հիմի որ այդ կետերի պատասխանները տալիս են, դրական են տալիս, բացական են տալիս, խնդիրը իշխանության մեջ է, որպես պատասխանատու, չէ՞, որ վերցնում ես։ Ստեղ որ կարևորացնես գազ միանգամից ասես իշխանությունը հեռացիր, դա մի քիչ ժողովրդի կողմից խոսքի անձամբ իմ կողմից դա մի քիչ ուրիշ տրամաբանություն է, բայց ես եկել եմ իշխանության դեմ դրել ենք որպես ժողովուրդ պահանջ, որպես պատասխանատու, մնացած որոշումները թող իրանք կայացնեն։ Բայց այդ պահանջը ըստ էության ինչ է փոխելու այն դեպքում մանավանդ, երբ միջազգային հարթակներում է անգամ խոսվում եւ ասվում, որ հավաքական վերադարձի մասին չեն խոսում, ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հարցը իրենց համար փակված է եւ իրենք որևէ նկրտումներ չունեն։ Ես կարամ անդրադառնամ այդ հարցի շուրջ այս ձևի։ Միջազգային հանրությունը միշտ նայում է երկրի մեջ ինչ իրավիճակ է, ու իր դիրք որոշումն էլ դրա հետ համապատասխան ներկայացնում է։ Եթե մենք 94 թվականին եղել եք հաղթող կողմ, միջազգային հանրությունը լրիվ ուրիշ բաներ ասում։ Մինսկի խումբը ինչի համար է ձևավորել, հենց դրա հիման վրա է ձևավորել, որ այս հարցը Արցախը ճանաչել են որպես հակամարտող կողմ, ընթացքում էլ այս հարցը ներկայացրել են, ձևավորել են որպես խոսքի բանակցային բաները ընթացքում լուծեն այս հարցը առանց պատերազմի, առանց բանի, որ ասում են ուժի կամ կռվի միջոցով, չէ՞։ Այդ միջազգային նույն ներկայացուցիչներն ա ինչ է, նայում են երկրի մեջից ղեկավարության պետության դիրք որոշումը, դրա հիման վրա էլ իրանք շահերի համապատասխան կամ էլ ինչ որ իրանք որ ասում եմ տեսլակետները դա միշտ էլ փոխվել է, միշտ էլ փոխվում է։ Ստեղ պիտի լինի Հայաստանի մեջ, մայր Հայաստանում որոշումները պիտի կայացվի, դիրք որոշումը ստեղից պիտի լինի։ Ես ձեզ հավաստացնեմ, ընթացքում իմ ասածս հիշեք, կարող է փոփոխություններ լինի, փոփոխություններ։ Այդ նույն միջազգային հանրությունը կամ այդ միջազգային կառույցներն է ինչա, ուրիշ արձագանքներ տան։ Ես դրա վրա վստահ եմ, որովհետև մենք ականատես ենք մենակ ստեղի հետ կախված չի, աշխարհում տարբեր տեղերում կախված սկզբնական շրջանում ինչ դիրք որոշում են անում, բայց ընթացքում արդեն ոնց է իրանց բանը փոխում, մտքերը կամ տեսլակետը փոխում։ Բայց հիմա այստեղ գործող իշխանությունը նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չկա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ կետ։ Իսկ դուք ասում եք, որ իշխանափոխության պահանջ չէ ձերը, այլ իշխանության հետ եք փորձում համաձայնեցնել։ Այո, սկզբից է ասում։ Դուք ինչպես եք իրեն հստակ քայլեր արձակել։ Նորից եմ ասում, մենք եկել ենք այնձևի ծայրահեղ իրավիճակում հասել, որ այդ նույն իշխանության օրոք ենք չէ եկել հասել։ Հիմիկվա այս շարժման, այս ձևավորած այս խորհրդի հետագա գործողությունները հենց դրանից է կախված։ Մենք պիտի հստակ իմանանք, մենք պիտի հստակ լսենք, բառերով չի հիմնավորած բոլոր այդ պատասխանները։ Սահմանադրություն են խախտել, օրենքներ են ոտնահարել, իրավունքներ են ոտնահարել ու դրանով հանրությունը որ հասկանա, որ այդ հանրության մեջ էլ կա տարբեր բաներ էլի հասկացողություն։ Մեկ անգամ տեսնել, որ ոչինչ չեն անելու։ Ոչինչ չեն անելու, իսկ չեն էլ անում։ Մենք մեր կողմից աշխատանքների մասին ենք խոսում, որ հերթական խոսքի քայլերը գնացել եք այս քայլերին, ասել եք, խնդրել եք խոսքի, որ ձևավորած պատասխանները տվեք ձեր Արցախի հետ կախված, հիմնավոր Արցախի ինքնորոշման հետ կախված, Մինսկի լուծարման հետ կախված, ինչի եք դուք ինքնագլուխ այդ ձևի որոշումներ կայացնում, որ ընդհանրապես դուք ոչ մասնակից եք եղել, դուք ոչ այդ իրավունքները ունեցել եք, դուք որպես էլ երաշխավորող կողմ ընդհանրապես այդ ձևակերպումներ չեք իրականացրել։ Ստեղ հարցը գնում է, որ բոլոր որոշումները կայացնում է մի քանի հոգու մեջ խոսքի։ Ղեկավար կամ էլ մի քանի։ Սա կասկածանքի տեղ է տալիս, որ այդ մարդիկ ժողովրդի շահերն, ազգի շահերն չեն բանանում, չեն համապատասխանում մեր ժողովրդի, մեր ազգի շահերին։